Դատարանում նա պատմել է, որ այդ դեպքից 2 շաբաթ առաջ իրեն շատ վատ է զգացել, ջարդերի տեսարաններն են նրա աչքի առջև եղել։ Հանգուցյալ մոր դիակն է տեսել, ով ոտքի է կանգնել և ասել. «Դու տեսնում ես, որ Թալիաթը հանգիստ շրջում է Բեռլինում և դու անտարբեր ես»։ 1921 թվականի մարտի 15-ին նա գրողի ծոցն ուղարկեց Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկին, և այդ պատվարժան հայի անունն է Սողոմոն Թեհլերյան։ Թեհլերյանը ականատես է եղել, թե ինչպես են թուրքերը վայրագություններ իրականացրել հայերի և իր ընտանիքի անդամների նկատմամբ։ Նա տեսել է, թե ինչպես են կաթնահարում եղբոր գլուխը, բռնաբարում քրոջը և սպանում մորը։ Ուրիշ ազգերի հետ էլ թուրքերը միայն հայերի հետ այս ձևով վարվեցին։ Ինչպես սպանվեցին ձեր ծնողները։ Կողոպուտի ժամանակ քարավանի առջևից մեզ վրա կրակեցին։ Այդ պահին ժանդարմներից մեկը քաշեց տարավ քրոջս։ Մայրս սկսեց գոռալ, աչքերս կուրանան։ Այդ օրն այլևս չեմ կարող հիշել, չեմ ուզում այդ օրն ինձ հիշել։ Ավելի լավ է մեռնեմ, քան այդ սև օրը նկարագրեմ։ 79 օր տևած հարցաքննությունից հետո դատարանը Սողոմոն Թեհլերյանին ճանաչեց անմեղ։ Այո, նա մարդ էր սպանել, բայց նա մարդասպան չէր։ Հիշատակըտ վառ Սողոմոն Թեհլերյան։